Մենք ասում ենք գործ կառաքելոց, այսինքն առաքյալների գործը։ Մի գիրք, որ գրված է առաքյալների գործի մասին, բայց իրականում այս գիրքը Սուրբ Հոգու գործն է առաքյալների միջոցով։ Օրհնյալ է մեր Աստվածը։ Այո, այս գիրքը Սուրբ Հոգու գործն է առաքյալների միջոցով, որտեղ կարդում ենք, որ երբ որ նրանք լցվեցին Սուրբ Հոգով, Պետրոս այդ մի օրում 3000 հոգի ապաշխարեց, հետո 5000 հոգի ապաշխարեց, հետո կաղը բժշկվեց, հետո Կորնելիոսը ապաշխարեց մի մարդ, որ հեթանոս էր, եւ այսպես շարունակ։ Այսինքն Պետրոսի կյանքում եկավ մի հատ իրավիճակ, որ ոչ թե ինքը անում էր ինչ որ ուզում էր, այլ Սուրբ Հոգին իր միջոցով անում էր այն ինչը որ Տերն ուզում էր եւ տանում էր այնտեղ, որտեղ Տերն ուզում էր, որտեղ Կորնելիոսի հետ կապված նա չէր ուզում գնալ, նրա համար պիղծ էր այնտեղ մտնելը, բայց քանի որ նա ընկղված էր այդ ջրերի մեջ, նա չէր կարողանում հակառակվել, իր կամքը արդեն հանձնել էր Աստծո կամքին, եւ այդ ջրերը նրան տարան Կորնելիոսի տուն։ Եվ այնտեղ մարդիկ ապաշխարեցին, դարձի եկան, Տիրոջը ընդունեցին, Սուրբ Հոգով մկրտվեցին։ Օրհնյալ է մեր Աստվածը։ Այո, Տերն ուզում է, որպեսզի մենք իսկապես ընկղվենք Սուրբ Հոգու ջրերի մեջ, որպեսզի նա կարողանա անել ինչ ուզում է մեր միջոցով։ Որտեւ եթե նույնիսկ մինչև մեր գոտկատեղն է, մենք նորից մեր կամքը կարող ենք թելադրել կամ անել ինչպես մենք ենք ուզում, կարող ենք քայլել, բայց ոչ, բավարար չի։ Տերն ուզում է ամբողջությամբ հանձնվենք իր կամքին, ամբողջությամբ նվիրվենք, ամբողջությամբ, բայց դա կլինի միայն այն ժամանակ, եթե մենք տեղ տանք Սուրբ Հոգուն։